իշխանությունը եւ կոնկրետ օրինակ երկու օր առաջ ճեպազրույցում ազգային ժողովի նախագահը խորհուրդ էր տալիս ընդդիմադիրներին գոնե իր խոսքանան դեպքում ինչքան հասկանալի էր ուղղված էր խորհրդարանական ընդդիմության ակտիվորեն պատրաստվել 2031 թվականի ընտրություններին, որովհետև իշխանությունը վստահ է, որ ինքը 2026 թվականի ընտրություններում հաղթում է։ Շատ ժամանակ նաև տարբեր քաղաքագետների, վերլուծաբանների կողմից հնչում են տեսակետներ, որ ընդդիմությունը պետք է մեկ միասնական ճակատով հանդես գա, որովհետև գոնե այդ պարագայում հնարավոր կլինի Նիկոլ Փաշինյանը հաղթի։ Դուք հավանական համարում եք, որ ամբիցիաները նախին նախագահները մի կողմ կդնեն եւ ի վերջո տեղի կունենա այդ միավորումը, ինչը կարող է հանգեցնել իշխանապահության։ Նախ միավորումը պետք է լինի առաջին գաղափարի շուրջ եւ նայած ում որ մարդկանց հետ։ Եթե այդ գաղափարի առումով դուք միասնական եք եւ կան այդ մարդիկ, միանշանակ կարող լինի միավորում։ Ուղղակի Չէ, Նիկոլ Փաշինյանի հեռացումը չի կարող գաղափար լինի։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը առաջնահերթություն է մեր համար, բայց գաղափար չի։ Գաղափարը բազմաթիվ այլ ազգային գաղափարախոսություն, մեր նպատակներ, մեր երազանքներ, Նիկոլ Փաշինյանի հեռացումը չի կարող լինի գաղափարական։ Այդ ուղղակի process է, որ մի խոչընդոտ է պետությանը զարգացմանը խոչընդոտող, պետությանը վնասող, պետությանը կործանման տանող մի մարդ է, մի խումբ է, եւ չի կարող դա գաղափար դառնա։ Կարող լինի միջանկյալ փուլ բազմիցս առաջարկվել է այդ process-ը, որ միջանկյալ փուլ անենք, հետո նորից գաղափարական բաժանվենք, հասկանանք ժողովրդում ընտրում։ Իսկ Ալեն Սիմոնի հայտարարածով 31 թվականին ինչ-որ քաղաքական տեխնոլոգիա, այդպես ինքնավստահություն են ցույց տալիս, բայց կապրենք կտեսնենք։ Այդ նույն ոճի մեջ կարամ ես շատ տարբեր հայտարարություններ անեմ, քանք ամես գտնվում այդ կանոն, որտեղ իրավիճակը ցույց կտա։ Այդ ոնց որ օլիմպիադայից առաջ 1 տարի առաջ ասում ես կամ 8 ամիս առաջ հաստատ ես եմ հաղթելու։ Հավանականություն կա այնքանով, որ ինքը իշխանություն է բնականաբար։ Այդքանով իրանց ուժը շատ ավելի ճանաչված է, բայց բազմաթիվ օլիմպիական խաղերում, բազմաթիվ մրցաձևերում գիտեք, որ միշտ փոփոխվում են չեմպիոնները, միշտ ուժ կգա մրցավազքը, կգա այդ ընթացքը եւ կհասկանանք։ Եվ հիմիկվա ասելով չի որոշվելու, թե վաղաչեմիսօրը ինչպես է լինելու։ Պարոն Մանուկյան, ինչու այսօր, ինչու այս բանին, հա, մենք ունեցել ենք ավելի ծանր շրջաններ, 21 թվական Արցախի կորստից հետո դրանից առաջ էլ շրջաններ են եղել, ինչու հիմա որոշեցիք քաղաքականության մեջ մտնել, այ ո՞րն է պատճառը, հա, ինչ ազդեց ձեր այսպես ասած որոշումները։ Որտեւ ես երիտասարդ տարիներից չեմ զբաղվել քաղաքականությամբ, զբաղվել եմ իմ մասնագիտությամբ, զբաղվել եմ բիզնեսով եւ այդ քայլ անել քաղաքականության մտնելը շատ հեշտ չի։ Բազմաթիվ process-ներից է կախված, ռեսուրսներից, անձնական տրամադրվածությունից, այդ ռիսկերը գնահատելուց եւ պահ հասունանալուց։ Մարդիկ քաղաքականությամբ զբաղվել են, մենք էլ մեր տեղը մեր աշխատանքով ենք զբաղվել, հավատացել ենք, որոշակի առումով մեր հստակ ուրույն կարծիք ունեցել ենք, բայց քաղաքականության մտնելը եւ իշխանությանը դեմ գնալը նամանավանդ հիմիկվա իշխանությունը այնպես չէ որ շատ հեշտ է եւ այն մարդկանց, ովքեր քննադատում են ընդդիմությանը, ասում են թող մի հատ իրենք կյանքում մարդկանց մի մասը նույնիսկ չի կարող իր կնոջ ընդդիմանա, իսկ իշխանությանը, ներկա իշխանությանը ընդդիմանալը հեշտ է, հանրային կերպով ընդդիմանալը, հանրային կերպով ինչ որ այս process-ները սկսելը, բազմաթիվ ռիսկերի ու խնդիրների հետ է կապված, այսինքն այդ քայլը եթե սկարացել եմ արեմ, պետք է ողջունվի, ինչ արդյունք կստանանք, կանենք այն ինչքան կստանանք, այնքան ինչքան կաշխատենք, ասում որտեվ ես իմ մասնակցությամբ քաղաքագետ չեմ եղել, այդ գործով չեմ զբաղվել, աշխատել ենք, անձնական հարցեր ենք լուծել, անձնական ենք փորձել կայանալ, անձնական ենք փորձել այնքան գումար աշխատել պետությունից դուրս, որպեսզի մենք կախվածություններ չունենանք, որպեսզի հանգիստ որ գա այսօրը, երբ որ կարողանաս թեւեր այդ ազատ այս գործի մեջ մտնես։ Հարցը դա է, ինչու հենց հիմա հասունացավ, ավելի շատ հասունացավ, ոչ թե կոնկրետ փոխվեց, որովհետև այդ կուտակման էֆեկտն է, չէ, ասենք հիմա ցանկացած երկրում է միշտ կարա ցանկացած երկրի ամենալավ երկրի ղեկավարին ընդդիմախոսներ կան, առօրյա կարաս այս խնդրից գանգատվես, այն խնդրից, բայց ինքը կուտակվում է եւ հասնում է այն պահը, որ ասում ես ինձ չի 20 տարեկանից ինչ որ կուսակցության անդամ եմ եղել, հասունացավ այն պահը, որ ես անմիջական իմ մասնակցության կարեւորությունը զգացի, բացի զգալը նաեւ որոշեցի ես նախաձեռնությամբ հանդես գալ ու ես լինեմ այն հարթակը, այն մարդը, ով իր շուրջ կհավախմբի։